Հանրապես գոլ բաց չէր թողել։ Սկսված է հանդիպումը գնդակով Փյունիկն է։ Այդուհանդերձ Նոան նախորդ տուրում միավորներ կորցրեց, հյուրընկալվելիս ոչ ոքի խաղ։ Մարին Յակոլիշ փոխանցում Տուգանային հրապարակ, հարված ընթացքից Հելդերի կողմից, բայց պաշտպանն է ձախից համար 33 հիմա Մուլա Հուսեյնովիչն է միայի դեմ։ Մորենո, Խավի Մորենո, հարված գնդակն իր վրա ընդունում Օշիման, Անի Համբարձումյանը, իսկ Հելդերը գործում է կենտրոնում, Կուլիկով փոխանցում Յանսանեին, Մոմո Յանսանե և շեղը հարվածում սուր էր անկյունը Խավի Մորենոին, Զոլոտիշին շրջանցեց, Մորենո հարված, Կոնեգլյանը փրկում է, կազմակերպեցին այս գրոհը, Խավի Մորենո, բարձր է հարվածում, նաև Փյունիկում, Հելդեր, Յակոլիշ, և չհասավ գնդակը Հելդերին, շրջանցում է Բոակեին, Օկանսի փոխանցում, բայց իվով Դաշյան շատ ուժեղ էր այս փոխանցումը, շարունակելու տեսանկյունից Սուալե փոխանցում, Մուլա Հուսեյնովիչ գեղեցիկ էր, Համբարձումյան բարձր է հարվածում, նրան օգտագործում մարզիչները, կենտրոնում, Սուալե հերթական եզրային փոխանցումը Նարդին Մուլա Հուսեյնովիչ, շեղ է հարվածոտ է, փոխանցում է Կուլիկով, Մորենո, փոխանցում և հեռացված է գնդակը Արտակ Դաշյան, գնդակը դիպա մրցակցի ֆուտբոլիստին, բայց հետո խնդիրներ ունենում է և այստեղ Դաշյանի փոխանցումը հաջող էր, Էրիկ Օկանսի, փոխանցում հետ, Միխայիլ Կովալենկո, ոչ, Հովհաննես Համբարձումյանը պայքարեց, բայց գրոհ շարունակվում է և Արթուր Կոնեգլյան, Վակուլենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Համբարձումյանը փոխանցեց, հարված, մեկ լարված պահ, Կուլիկովը իրացնում է անկյունայինը, հարված տեղի չունեցավ, միգուցե հիմա Արտակ Դաշյան, ոչ։ Փյունիկը կենտրոնում հիմնականում 3 ֆուտբոլիստով է ներկայացված, Հելդերը դառնում է լրացուցիչ խաղացող Նոայի համար, Մուլա Հուսեյնովիչ, Համբարձումյան և Արամ Խամոյան, գնդակը դարպասում է 1-0, Փյունիկի դեմ երկրորդ անընդմեջ խաղում գոլ է խփում Արամ Խամոյանը, նախորդը գավաթում էր, իսկ սա արդեն առաջնությունում 1-0, բայց ինչ դադար վերցրեց այստեղ Հովհաննես Համբարձումյանը, արժանի է ծափահարությունների, սպասեց և գտավ լավագույն տարբերակը, Մուլա Հուսեյնովիչը գնդակը հասցրագրեց Նոայի ավագին, այստեղ սպասեց, գնահատեց և այս գրոսմայստերական փոխանցումը, այո, սա վարպետություն է, որ ունեցել է և ունի Հովհաննես Համբարձումյանը, բայց իհարկե նաև Խամոյանը ճիշտ ժամանակին միացավ, նկատելով, որ դատարկ է մնացել 11 մետրանոց նշակետի հարևանությամբ գտնվող այդ հատվածը, այստեղ բախվեցին Սանգարեն ու Վակուլենկոն, մրցավարները դեռ կուսումնասիրեն այս դրվագը, սա շարունակությունն է, հետ փոխանցումը, Փյունիկը սեղմվեց սեփական դարպասին, կարծես հենց Վակուլենկոն է օգնություն ստանում և եթե այստեղ կար խախտում, ապա գոլը կչեղարկվի, Ֆաստեքս Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Արամ Խամոյանի առաջին գոլն է, ինչպես նշվեց գավաթում էլ նա գոլ խփեց Փյունիկին մոտավորապես այս դիրքից, բայց նախ պետք է հասկանալ գոլն արձանագրվում է թե ոչ, Սանգարեն գնդակը այսպես վարելով եկավ առաջ, հետո բախում եղավ Սերգեյ Վակուլենկոյի հետ, հետո գրոհը շարունակվեց, Համբարձումյանը 2-3 տարբերակ ուներ գրոհի շարունակության համար, չշտապեց, սպասեց և ուղղակի անթերի փոխանցում կատարեց Արամ Խամոյանին, բայց գնում է Հենրիկ Նալբանդյանը դիտելու կրկնապատկերը, դիտելու և որոշելու կար խախտում թե ոչ,
Շատ կարևոր պահ է։ Մի բան կարող ենք ֆիքսել, որ գնդակին առաջինը խաղում է Վակուլենկոն։ Սանգարեն մի փոքր առաջ թողեց։ Գոլը չեղարկված է։ Հաշիվը մնում է 0-0։ Դեղին քարտ է ստանում Հովհաննես Համբարձումյանը։ Զրկվեց գոլային փոխանցումից, փոխարենը արդեն զգուշացված է Նոայի ավագը։ Հսկում Սանգարե, Մուլլա Հուսեյնովիչ, Սանգարե, ավելի շուտ էր պետք փոխել գրոյողությունը, Համբարձումյան, նորից Համբարձումյան, կրկին Համբարձումյան, փոխանցում և Կարլեն Հովհաննիսյան, փայլուն խաղաց այստեղ այլ։ Հիմա հետևենք այս Տուգանայինին, Սուալե փոխանցում, Ավագյանը դուրս եկավ գնդակը։ Հատկապես Ալաշկերտի դեմ երկու հաղթական խաղերում Փյունիկը շատ լավ էր պաշտպանվում և հակագրոհում։ Հելդեր ձերբազատվեց հիմա և Դաշյանի և Ալմեյդայի հսկողությունից Նարդին Մուլլա Հուսեյնովիչ։ Առաջնության նախորդ երկու խաղերին չէր մասնակցել Մաթեուս Այասը, փոխանցում և Հերի Ավագյան։ Շատ սուր է գրոհում Նոան, այո։ Որպես այդպիսին գոլային պահերը շատ չեն, բայց ճնշումը չափազանց մեծ է։ Սա արդեն գոլային պահ էր, իսկ հիմա Պահեստայիններից, այո, Մանվելյանը հայտավորված է, նաև Իմրան Ուլադոմարը, որը ևս կարող է 80-րդ րոպեին Նոան Տուգանային է իրացնում և շեղ է հարվածում Սայնտինին։ Երկու անգամ Սայնտինին, մեկ անգամ Համբարձումյանը, չեղարկված գոլն էլ խփել էր հենակետային Խամոյանը։ Դեղին քարտ է ստանում Կովալենկոն։ Այն հարցակվողներից է, որ գրողների տարբեր փուլերի սիրում է մասնակցել և հիմա էլ մասնակցեց, այն ինչ պետք է սպասել Մաթեուս Այասից, Կովալենկոն լավ խաղաց, հետո էլ կրկին Ալմեյդան մոտենում են Այասին և դժգոհում նրանից, որ բրազիլացին Տուգանային էր պահանջում, կրքերը բորբոքվեցին, Սանգարե, փոխանցում, ևս մեկ կարող է լինել, բայց սպասենք զարգացումներին, Իմրան Ուլադոմար նորից կատվածահար էր անում այս ֆուտբոլիստը, խաղին Գանձասարի դեմ հետաձգված, Ուլադոմար, Նուբիսին էր առաջինը հասել գնդակին, Բոակե, նորից Նուբիսի, անկանխատեսելի զարգացումներ էլ կարող են լինել գոռ Մանվելյան, ֆանտաստիկ անցում էր Մաթեուս Այաս, այդ գոլը խփել, տեսնենք Մաթեուս Այաս փոխանցում, Սանգարե փոխանցում, ինչու չհարվածեց, Սանգարեն խաղից դուրս է։